Իսկ ձեզ հետաքրքիր է, ես ինչ տեղի ունեցավ, որ ես հետո շարունակեցի դպիր, ես մի փոքրիկ, ես որոշել էի դրա մասին գրել, բայց այսօր հիմա ու եթերում ես դրա մասին շատ հակիրճ, շատ կարճ կպատմեմ, այն ինչ որ պետք է ես գրեի։ Ես դպիր էի եկեղեցում, որպեսզի սովորեմ նաև գրափար լեզուն եւ եկեղեցական ծիսակարգերը, որովհետեւ պետք է գնայի Երուսաղեմ ուսանելու ճեմարանում։ Ծնողներս, եւ իմ համաձայնությամբ ես պետք է գնայի Երուսաղեմ, որպեսզի ճեմարանում սովորեի։ Նաև պարապում էի այլ առարկաներ եւ այն պարագայում ես խոսում եմ 93-94 թվականների մասին եւ այն պարագայում, երբ որ լուր հասավ իմ ծնողներին եւ Հայաստան, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգեվորականներ սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի ուսանողների նկատմամբ, իմ ծնողները եւ ես որոշեցին, որ ես այլևս երբեք Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու։ Եվ այդ օրվանից ես այլևս դպիրել չեղա